Ջուր խմելու մասին շատ եք հարցնում ու հիմնականում մարդկանց խնդիրը, որ չեն կարողանում խմել ամեն օր բավարար քանակությամբ հեղուկ։ Պատճառները շատ են։ Հիմնական ու ամենակարևոր պատճառը հայերի մոտ, որ փոքրուց չունենք նման սովորություններ, առողջ սովորություններ։ Նույնիսկ այն մարդիկ, որ շատ ջուր են խմում, իրենք սխալ են խմում։ Միանգամից մեծ քանակությամբ անդադար լցնում են ստամոքսում եւ դրանից վկնում են, ծանր են զգում, ուռում են ու մտածում են նույնիսկ, որ ջրից չհանում են։ Եթե տենց բան կա, ուրեմն պետք է հանգիստ խմենք ջուրը, կում քիչ-քիչ։ Հետո, ինչը համարվում է ջուր, ինչը չէ։ Օրինակ, գազով ջուր համարվում է ջուր, բայց արժե միլիտր, 2 լիտր խմել ամեն օր գազով ջուր, իհարկե դրա իմաստը չկա, որովհետև այս գազը ձեզ վկնացնում է, ուրացնում է եւ ուղղակի սովորական ջուր ավելի օգտակար, ավելի լավ է խմել, քան թե հանքային ջուր։ Թույլ բացած բույսական թեյը կարա համարվի որպես ջուր, մանավանդ եթե գոլ վիճակում եք խմում, ավելի լավ, կարող եք ավելացնել դարչին, կարող եք ավելացնել նանա, իսկ ամենաճիշտը ավելացնել ստուգված հրաշալի մթերքները, որոնք լավացնում են մարսողությունը, մաշկի որակը, աղիքների աշխատանքը եւ հեշտությամբ նաեւ դուրս են գալիս օրգանիզմից, որովհետեւ քիչ է ջուր խմել, նաեւ այդ ջուրը պետք է հասցնել դուրս գա։ Առանց այտուցների, առանց վկնացության, առանց դրա, որ դու զորով փորձում ես այդ ջուրը խմել, պետք է դա դառնա հաճելի process, որպեսզի դա դառնա ապրելակերպ եւ սովորություն, ոչ թե մի օր, 2 օր խմես, հետո մի շաբաթ էլ չես խմի, հետո զորով քեզ տիպելով նորից ես ուզում ջուր խմել։ Ձեր կողքը պահեք ջուր, բաժակով, շշով, շեյքերով, անընդհատ խմեք ու հիմնական խմեք առավոտյան, հենց որ արթնանում եք, մոտ հենց միանգամից կարող եք սկսել գոլ ջուր խմել, կում քիչ-քիչ, մինչև նախաճաշը 600-ից 800 մլ ջուր արդեն պետք է խմեք։ Անցնում է նախաճաշից հետո 20-30 րոպե, էլի եւս կես լիտր կամ մի լիտր աստիճանաբար կում քիչ-քիչ խմեք։ Ուտելուց առաջ կարող եք, ուտելուց հետո սպասեք 20 րոպե։ Եթե ունեք հարցեր ջրի հետ կապված եւ ուզում եք օգտվել մեր մթերքներից, որոնք նպաստում են հեշտությամբ ջուր խմել, գրեք անձնական նամակ։